Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, բարի նոր օր ERT-ի ուղիղ եթերում New Day հաղորդումն է, մեծ սիրով ողջունում ենք ձեզ ու ես իմ շատ հարգելի գործընկերն ունենք այսօր հյուր, ավելի ճիշտ հյուր չէ, տանտիրոջն ենք հյուրընկալել այսօր մեր հեռուստաընկերության, բայց մինչ այդ իհարկե ողջունեմ իմ գործընկերոջը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, Էմմա, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում պայծառ ու լավ տրամադրությամբ եւ իհարկե Քանի որ բոլորս ենք հյուր այս աշխարհում մեր հյուրն է այսօր, մեր տաղավարում է այսօր պարոն Ռոբերտ Օղլախչյանը, գիտեք ERT-ի հեռուստաընկերության հիմնադիր, շատ համերգների կազմակերպիչ, շատ ֆիլմերի պրոդյուսեր, Հայաստան հեռուստաընկերության համահիմնադիր, չգիտեմ, բարերար, այո, տարբեր ծրագրեր։ Ռոբերտ Օղլախչյան։ Դե չասենք Armflix Հարթակի, այո։ Հիմնադիր, ռադիոն, այո։ Ֆիլանտրոպիստ, ու տեն շատ լիքը դրական։ Բարի առավոտ, պարոն Ռոբերտ։ Եմ որ ինձ ասեց հյուր ես բարև ձեզ, ես եմ դառնում ասում բոլորս էլ հյուր ենք ես աշխատ։ Հերթով գալիս Ընդհանուր առմամբ այո, բայց յուրաքանչյուր տարի գալիս է մեզ կարծես հուշելու նոր ու հետաքրքիր անցած ճանապարհի մասին։ Մանավանդ որ մտնում ես 8-րդ տասնամյակը ապրելու։ Շատ լավ է։ Ու հատկապես որ Պարոն Օղլախչյան։ այդ մարդուց չես էլ ասի, դա հատկապես հաճելի է։ Վերջի շրջանում բոլորը խոսում են քաղաքականության մասին, գնալով ավելի թեժանում ես ամեն ինչը, ընտրություններ են թե Հայաստանում, թե այստեղ Միացյալ Նահանգներում։ Մի հատ կասեք ձեր կարծիքը, խնդրում ենք, որովհետև դուք գիտենք ճանապարհ անցած եք։ Ընդհանրապես ամեն մարդ իր կարծիքը պետք է ունենա ընտրությունների կապակցությամբ, բայց կա մի ընդհանուր բան, որ ես ոչ թե ուզում եմ իմ կարծիքը փաթաթեմ ընտրողների վզին, կոպիտ լեննագանցու լեզվով բարբառով ասած, այլ ուղղակի ես կարող եմ ասել, որ ովքեր որ դեռ կողմնորոշված չեն, ճիշտ կողմնորոշվեն, իմ կարծիքով ճիշտ, իշա Հայաստանի, իշա մեր Գլենդելի եւ Ամերիկա հայությանը։ Սա է հիմնական իմ կարծիքը անձնական, եթե սկսեմ Հայաստանից, ուղղակի կարող եմ ասել, այնտեղ 10 քանի ուժ, 18 ուժեր մասնակցում են ընտրությունների, իմ կարծիքը մեկն է, մի կարծիք ունի։ Ընտրել միայն այն ուժերին, որոնք Ռուսաստանի կողմը չեն։ Իմ կարծիքը դա է։ Այնտեղ կան ուժեր, որոնք չեն ուզում որ Հայաստանը դառնա նորից գուբերնիա։ Ես դրան համամիտ եմ։ Այսինքն ես ուզում եմ որ ավելի եվրոպական, ամերիկյան, զարգացում ունենա եւ կան այդպիսի ուժեր, որոնք այսօր մասնակցում են ընտրություններին։ Իմ անձնական կարծիքն է, որ այստեղ էլ եթե մարդիկ կան, որ բարեկամներ ունեն Հայաստան եւ այլն բան, նախ որ ձերբակալում են ընտրությունների կաշառք վերցնողներին, շատ ճիշտ են անում եւ 5 տարի քիչ է, 15 տարի պետք է տան մարդը հասկանա, որ իր երեխայաբական ծախել պետք չի։ Ես այդ եմ մտածում, էլի փողով ընտրությունն ինչ են շարունակում, դա խայդարագություն է։ Ուղղակի պետք է ցայն տան այն ուժերին, որոնք իրենց նախընտրական պայքարի մեջ խոսում են, որ իրենք դեպի ռուսական գուբերնիա չեն գնում։ Այս մեսեջը հերիք է Հայաստանի իմ անձնական կարծիքն է։ Ինչ բնում է Ամերիկայում, այստեղ նախ ասում եմ ուրախություն մեզ, մենք ունենք կոնգրեսի ներկայացուցիչ, որը թեկտածուն է տվել կոնգրեսմեն դառնալու։ Այո, հայ։ Եվ բոլոր հայերին, ովքեր ինձ լսում են, անկախ են բանից, Գլենդել են ապրում, Հոլիվուդ, Նորթ Հոլիվուդի, Փասադենա, Բրբանկ եւ այլն, եթե ձեր բուլետենները ստացել եք, իմ խորհուրդն է անպայման ընտրել Ջոն Արմենյանին։ Կոնգրես դիստրիկտի մեջ։ Դա իմ կարծիքն եմ ես ասում, ոչ թե ասում եմ անպայման ընտրեք իրան, բան ձեր գործն է ում ուզում եք այնալ ընտրեք, բայց իմ կարծիքով կոնգրեսին պետք է հայ ազգանուն մարդ։ Միշտ ունեցել են կոնգրեսում արմատներով հայ, 2-3 generation-ով հայեր ունեցել ենք, կարող եմ բոլորի անուններն ասել, բայց հիմի կոնկրետ Էնել Ջոն Արմենյան անունով ես արդեն շատ մեծ բան ասում, մնալ այդ մարդը լրիվ արժանի մարդ է։
Երկրորդը կանք Գլենդելին դրություններին։ Գլենդելին դե Գլենդելում բոլորը թեժ է, պարոն Օղլավ։ թեժը որովհետև շատ է տեխնացիաները, մարդկա որ շատ չենք են։ լսել, չենք ճանաչել Ես էլ անկեղծ եմ դա ծիծաղելի է, ուղղակի երբևէ միջև մի չկար, հանկարծի այդ եկե ու քաղաքական գործիչը դառնում մեծ փողեր են ծախսում, ուզում են դառնան քաղաքապետարան։ Հին քաղաքապետարանի անդամներից մենակ այնտեղ Էլենն է տեխնացիաները, Ասադրյան, որի գործունեությանը ծանոթ են, գիտենք, իմ չալոց ես Էլենին մանկությունից գիտեմ, մանկությունից։ Իր հայտարարի բոլոր մասնակցություններով, իր պապային, իմ ընկերն է եղել ժամանակին, միջեմել, Գագիկը, ես կուզենայի, որ նորից ինքը եթե հնարավոր է, ես անձամբ կուզենայի, ինքը վերընտրվել են։ Մենք 3 տեղ ունենք ամեն դեպքում։ Եվ ասեմ կարևոր բան, եւ ինձ զարմացրել է մի նոր անձնավորություն, Կարոլինը, Բժշկուհի, այո։ հա, որը ես վերջերս արդեն ունեցա իր այդ շփվելու, ինձ զարմացրել է իր գիտելիքներով, իր գաղափարներով, իր մտահղացումներով, իր ազնվությամբ եւ որ generation այստեղ ապրող ընտանիքի անդամ եւ ուզում է հայանպաստ գործ անել, թարմություն է պետք։ Թարմություն, որ ժողովուրդը մոդարապես է ընտրությունների մասին, մոդարապես իմ կարծիքը Բան չմնաց, մի խոսքով շուտով կամփոփ ենք։ Դե ինչ-որ եղավ, չնայած ես ինչ ասում եմ, լինում է հիմնականում, բայց տեսնենք Աստված վերև։ Ամենայն դեպս ձեր ուղերձը ընտրությունների մասնակցել, անպայման։ Անպայման մասնակցել, դա կլինի տենիս բուլետենը ուղարկելով, կլինի ընտրությունների օրը գնալ ընտրությունների, որովհետև մենք մեր պասիվության պատճառով հայերի ձայնը չենք կարող բարձրացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այո։ Չենք կարող։ Մեզ պետք է անպայման մեր քանակը երևա թե իշքան մարդ ընտրել։ Ոնց կարող է տասնյակ հազարներով 50,000 ընտրող ունենաս մի քաղաքում եւ 6,000-ը մասնակցի կամ 7,000-ը կամ 8,000-ը։ Այն թույլատրելի է։ Բոլորին պետք է կողքից, բարեկամ, ընկեր, տղա, աղջիկ, բոլորին ասեք, որ սա շատ կարեւոր է մեր համար, մեր համայնքի համար, մեր այստեղ երկարատև գոյություն ապահովելու համար։ Շատ լավ, պարոն Ռոբերտ, քաղաքականությունը կարծես այնպեսի հարց է, որ սկսում ես անverջ վերջանում, վերջ չի ունենում։ Վերջերս մի հրաշալի ֆիլմ լույս աշխարհի եկավ, Զոնտիկ անվամբ։ Մենք բոլորս ներկա ենք եղել, ֆիլմը դիտել ենք ու ըստ մեծ դիտողականության արդյունքում բազմաթիվ հետո արդեն տրամադրվեցին օրեր, հա, ու ժամեր, որ մարդիկ էլի ունենան հնարավորություն դիտելու։ Հիմա հունիս 5-ին կրկին HBO-ում լինելու է Զոնտիկը ու կարծես այսպես մարդիկ մեծ ոգևորվածությամբ սպասում են։ Իմիջիալոս ոչ միայն այստեղ, այլ նաև Հայաստանում, աշխարհում շատ մեծ, այո, եղեր շատ մեծ աղմուկ է անել այս ֆիլմը։ Հունիսի 5-ին ֆենոմենալ ինչ-որ բաներ են արել, այսինքն ցուցադրությունների քանակով այնքան է արել, որ Այո, ես ինքս հունիսի 5-ին նոր լինելու եմ Դալիջում, նայելու եմ 3-րդ անգամ եւ պատկերացրեք հավեսով նայում եմ եւ լրիվ գնում եմ իմ երիտասարդություն, որը ամեն ինչին ականատես եմ եղել 77 թվականի եւ այդ գողության ուսանող իրական դեպքի վրա եւ տեսել եմ Գյումրիում ոնց են եկել տներից փողերը անել փողոցները փագե եւ ճանաչել եմ եւ Նիկոլային եւ Ֆելիքսին, այսինքն սա իրական պատմության վրա գրված եւ շատ նման է իրական պատմությանը, շատ լրիվ նման է եւ ինչպիսի գեղեցկություն ֆիլմի մեջ եւ ինչպիսի ապրումներ, ինչպիսի հետաքրքիր նկարահանումներ ես խորհուրդ կտայի ով չտեսե այսօր եւ այդ մտնեն մեր ամեն ինչ ասեց Արդոն կինո, թատրոն, բան, մոռացանք որ մենք արդեն ունենք արտիկետը, արտիկետը, այսինքն ամերիկյան ստանդարտների կասա է, խփում եք արտիկետ, մտնում եք եւ բոլոր տեսակի մեր համերգները, այսինքն այնտեղ հիմնականում տրվում է այն միջոցառումները, որոնք մեր կողմից կազմակերպված է Արմենիայի կողմից է կազմակերպվում կամ միասին, ոնց որ Զոնտիկ ֆիլմը մտեք եւ անպայման ամրագրեք, որտեւ նոր բացվել է արդեն եւ այսօր նայեցա արդեն տոմսերը ծախվում, սկսել է ծախվել, հա, այնպես որ հունիսի 5-ը եթե
կարող է վերջինը լինի, եթե զգանք, որ հետաքրքրությունը Սպառվել է։ սպառվել է։ Այս կամ բան Շատ լավ։ Ինչ նորություններ ունենք ARTN հեռուստաընկերությունում։ ARTN-ի համար հայդարակ նորություններ ելնելու հունիս ամսին։ Մենք դուս ենք գալու։ Հունիսին։ Ձեր հաղորդումը լարաժումս մի ամիս է կպահենք։ Ամիս է կպահենք։ Դրանից խայտարակ բան չկա։ Ճագերտավոր եւ երկու հատ ֆենոմենալ սերիալ է մտնում։ Ահա։ Հայաստանից։ Հա, ոչ։ Մեզնից։ Բրազիլիա։ Մեր նկարածները։ Քանի որ Artflix-ում արդեն 100,000-ավոր դիտումներ է եղել, բրձել է Vendetta-ն մտնում է էկրան, մտնում է ARTN։ Իսկ տանդեմը US Armenia։ Օյտակ քիչ խաղեր եք տալի, հա։ Հետո կփոխենք տեղերը։ Եվ պլյուս մեզանից մեկը այստեղ նկարանվող մեր այստեղի նարկոտիկի օգտագործողների ռեաբների աշխատանքների մասին Այո, շատ ֆիլմ է նկարած, շատ լուրջ ֆիլմ է, հունիսին սպասվում է, բայց դրա համար երևի առանձին մի հատ հունիսի այս աժոտաժները անցնի, կգանք եւ մանրամասը ամեն ինչի մասին խոսենք, նոր հաղորդումներ երևի սպասվում։ Մի խոսքով մենք երբ ենք հանգիստ որ Բոլոր ամռանը հանգստանում են մեր մոտ նոր լիցքով Այո, մեր համար ամառ չկա։ Պարոն Ռոբերտ, մի բան էլ ասեմ, էլի, բայց այս ընթացքում եթե կան գործընկերներ, հովանավորներ, չգիտեմ, ինչ որ նոր ընկերություններ, որոնք բացում են իրենց բիզնեսը ուզում են գովազդել, լավ ժամանակաշրջան է գովազդատուներին։ Իմիջիայլոց այդ երկու կինոների մեջ էլ առանձին գովազդային փաթեթներ է մշակված։ Հատուկ ֆիլմերի համար եմ Երկու ֆիլմերի համար էլ այնպեսի կինեմ տերը, որ ուղղակի կլսեք ու կծիծաղեք։ Երկու ամիս, մեզանից մեկը կինոյի մեջ, համայր ամեն օր գնալու, երկու ամիս կինոյի մեջ ռեկլամ տնելը $2,000։ Բա։ Երկու ամիս։ Սա ֆանտազիա է, սա պետք է բայց սահմանափակ տեղ ունենք ընդամենը։ Մի քանի տեղ։ Այնպես որ սա բացառիկ հնարավորություն է։ Գովազդի տեղ ունենք։ Եթե այս երկրորը վերջացավ, հետո ներողություն մեզ խնդրել են մարդիկ, որոնք որ Չհասցրեցին։ այդ կինոյի մեջ դունը նաև Vendetta ունենք, բայց ուրիշ կին է։ Հա։ Արդեն դուք տարբեր են։ կիմանաք։ Այո։ Դե ինձ հնարավորությունը բաց մի թողեք, այո, ֆանտաստիկ նորություններ են։ Պարոն Ռոբերտ, չեմ կարող չանդրադառնալ օրեր առաջ ձեր հրաշալի 70-ամյակի տարեդարձի նշումը շատ այսպես ջերմ ու լավ մթնոլորտում անցավ, շատ դրական էմոցիաներով ենք վերադարձել տուն ու ֆիլմի ընթացքում, ծնունդն առհասարակ ֆիլմ էր, բայց այդ ծնունդի ընթացքում մենք մի շատ գեղեցիկ ֆիլմ դիտեցինք, փաստավավերագրական, որովհետև այդտեղ էլ ոչ մի հորինված բառ չկար, ոչ մի ավելացած բառ չկար, ամենը ձեր անցած ճանապարհն էր, ձեր անցած ուղին էր, ձեր ձեռքբերումներն էր բավականին լուրջ ու անկեղծ եմ ասում ես ինքս ֆիլմը դիտելով էկրանին շատ ինձ թվում էր ես շատ բան գիտեմ ձեր մասին, բայց ոչ միայն դուք, նաև ընտանիքի անդամների շատերն են ասում են բաներ կա, որ չեմ իրանք է։ Մեծ անակնկալ էր։ Ու հիմա սա հնարավորություն է, բացառիկ նաև հնարավորություն է լինելու մեր հեռուստադիտողներից շատերը կարողանան հա դիտենք, ասեք մի քանի բան դրա մասին։ Նախ ասեմ, որ խորին շնորհակալություն եմ հայտնում, ում հայտնում է բոլոր անշահախնդիր են եղել։ Այսինքն Վահե Խաչատրյանը, որը ռեժիսորն էր այդ ֆիլմի, խոնարհում ես իրեն Վահե Խաչատրյան մարդն է, որը Երևան Պլյուս ֆիլմի ռեժիսորն էր եւ բազում այլ ֆիլմերի, սերիալների ռեժիսոր։ Խորին շնորհակալությունս ուզում եմ հայտնել մեր ամբողջ կոլեկտիվին այդ մասնակցության համար։ Օպերատորը Ռոմիգը, Հարութը, Կոկորը, բոլորը աջակցել են այդ ֆիլմի նկարահանման համար։ Իսկ երեկոյի համար խորին շնորհակալություն Կոսմոպալասին, Տպալկոն Բեկրին, որ այդ համեղ տորտներ ուղարկի։ Ես ինչ խոսում եմ անվճար էր։ Շնորհակալություն Սերգեյին նկարահանումների համար, շնորհակալություն Գոգային ֆոտոսեսիաները կազմակերպելու համար, շնորհակալություն Կոսմոյի Հարութին, Կարոյին, Լուսինեին, Արմինեին, բոլոր անունները ոնց է տեսիշ լավ հիշում եմ։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք ներկա էին
ծնունդին եւ ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում չկարողացա հրավիրել, որովհետեւ ես որոշել էի միայն ընտանեկան ծնունդ անել, այնպես որ ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, որոնց իրանց էլ թվում, ինձ էլ թվում, որ ես իրանց պետք է կանչեի։ Բայց շատ փոքր էր, 100-100-ականոց փոքր 8 սեղանով միայն հարազատներն են, կոլեկտիվ, ընտանիք, մտերիմներ, քավոր, սանիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն իսկ ֆիլմը ճիշտ ասած ես նպատակը հարմար չէի գտնում ցուցադրելու, բայց Երևանից է զանգեցին, այսօր հիմի Երևանում Նոր Հայաստանով հենց իմի գնում է։ Հենց իմի որ մտեք Նոր Հայաստան, այդ ֆիլմը նոր Հայաստանում ցուցադրում են։ Բայց եկեք մենք չմտնենք նայենք, մենք ստեղ նայենք։ Ինչ կլինի։ Հենց հիմա։ Այսինքն ում անունը որ բաց թողեցի ներողություն եմ խնդրում, House of Liquor կա եւ այլն եւ այլն։ Գործընկերներ, հովանավորներ, այո, մարդիկ կա, չէ՞ ծնունդին հովանավորներ չեն եղել, ծնունդին բոլորը զարմացրել են ինձ։ Այո։ Չեն, ես ընդհանրապես չեմ զարմանում։ Սենց կոկիկ էր ամենի։ Իդեպ ծննդյան տարեդարձնել էր ռեժիսուրայով մի տեսակ, ես տենց հասկացա։ Վահեն ամեն ինչ եւ Հայաստանից էլ բազում շնորհավորանքներ կար ու մի բան էլ ասեմ ու ֆիլմը դիտենք իմ պատմածի 50%-ն է ֆիլմի մեջ շատ հետաքրքիր այսինքն հələ իշքան բան դուրս է մնացել որ բաներ եմ եղել մասնակցել որ համաշխարհային երկու երիտասարդական փառատոնների եմ մասնակցել համաշխարհային սովետի ժամանակ այդպիսի փառատոն կար չէ երիտասարդական փառատոններ համաշխարհային 85 թվականին Մոսկվայում եղավ բան այնքան բան չեմ ասել դա 75-ամյակի կինո է դել երկրորդ սերիա վայ ասես այդի 75-ի դա 75-ի մեջ կզե տեղվի արդեն 80-ամյակ էլի նորից շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց որոնք ծնվել են այս ամսին։ Այո, շնորհավորում ենք։ Այսքանը կարող եք Շնորհակալություն պարոն Ավելացյան, ձեզ լավ օր ցանկանանք, դիտենք այս ֆիլմը։ Դիտենք ֆիլմը։ Կշարունակենք այդ։ Շատ լավ։ Գովազդ ունենք մեր գործընկերոջը Level ռեստորան եւ lounge-ին շնորհակալություն հայտնենք նրանք շատ։ Ինչալոցի մտերիմ ընկերն է 35 տարվա եւ ծնունդին են ներկա էր մեր Արսենը եւ կինը, այսինքն Ոնց որ գնացիք, վայելեք 818-242-33-34։ Այս բան գովազդից կվերադառնանք ու անմիջապես ֆիլմը կդիտենք դրա համար։ Հեռու մի գնացեք էկրաններից, այո։ Դիտեք գովազդը։ Խորհրդային Հայաստանի ամենաաղրկահարույց կողոպուտը հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում, տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering Չէ, բայց դուք մի հատ հետո կադրում նայեք։ Լավ ենք անով, որ 4 կողմ ամեն ինչ նորմալ է, որպես Ռոբերտ Օլաղչյան, ընտանիք, աշխատանք, գործ, ամեն ինչը։ Վատ ենք անով, որ 70-ը թիվ է արդեն, էլի։ Ոնց որ թե ավելի քիչ աշխատելու, եթե ստացվի իհարկե իմ մոտ։ Նա աշխարհ եկավ ոչ թե պարզապես ապրելու, այլ ապացուցելու, որ նույնիսկ ամենաանհավանական սցենարները կարելի է դարձնել իրականություն։ Ես ծնվել եմ 1956 թվականի մայիսի 16-ին Լեննագանում, այսօր ասում եք Գյումրի, բայց իմ համար դեռ մինչև այսօր է Լեննագան, ոչ թե Լենինական, այլ Լեննագանում եմ ծնվել։ Լեննական, քաղաք, որտեղ հումորն ավելի ուժեղ է, քան ճակատագիրը, որտեղ լուրջն ավելի ուժեղ է, քան դատարկ արկածախնդրությունը։ Մի քաղաք, որտեղից սկսվում է մեր պատմությունը։ Ծնվել եմ արվեստագետի ընտանիքում,
հայրը շատ ճանաչված պարուսուց եղել, դուք մինչև բարի պետագանի բալետմեստր եղել, արվեստագետ եղել եւ մեր տունը միշտ արվեստագետների համար բաց է եղել։ Ինչպես սովորական երեխաները, երբ որ ծնողները աշխատում են, մսուր, մանգապարտեզ, 6-7 տարեկանից սկսել եմ նամականիշ հավաքել։ Եվ ես առաջին օրից այդ առաջին բառն է գալիս դառնում, առաջին ֆիլատելիստների միության հիմնադիրը եւ նախական եմ եղել Գյումրու Շիրակի Դաշտավայրի ֆիլատելիստների միության նախական եմ եղել։ Այս ամեն ինչը վերաբերում է ֆիլատելիայի ցուցահանդեսներին, 81 թիվ, 70 թիվ, 78 թիվ։ Ունեցել եմ նաեւ սպորտային հաջողություններ։ Փոքր ժամանակվանից եղել եմ շախմատի մասնագետ, ես հասա մինչև առաջի կարգ, բայց նաև որպեսզի մի քիչ ֆիզիկականը կազդուրեինք, ես նաև պարաբել եմ ծանրամարտով։ Մենք միասին պարաբել ենք Վարդան Միլիդոսյան, օլիմպիական պրիզոր, աշխարհի չեմպիոն, Յուրի Վարդանյան, աշխարհի չեմպիոն։ Մենք յուրի հետ մասնակցել ենք նաև ուսանողական ունիվերսիադայի սովետական միության եւ իմ կյանքում միշտ հետաքրքիր է, որ առաջի թիվը, այսինքն մեկ թիվը միշտ ինձ հետևել է։ Այսինքն մի լավ է, վատ է, չգիտեմ, բայց այդ ձև է եղել։ Այսինքն ես եղել եմ Գյումրու առաջի մաթեմատիկական թեկումով Մաշտոցի դպրոցի շրջանավարտը, գերազանցությամբ։ Մաթեմատիկա, թվեր, բանաձևեր, երբ մյուսները փորձում էին հասկանալ կյանքը, նա փորձում էր լուծել այն։ Որից հետո ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանը, եղել եմ առաջի Պետական համալսարանի առաջի կիրառական մաթեմատիկա կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտը։ Ընդ որում եղել եմ ամբիոնում, որի ղեկավարը եղել է աշխարհարչակ գիտնական Սերգեյ Նիկիտիչ Մերգելյանը, այսինքն առիթ ունեցել եմ իր հետ շփվել, գիտական գործունեությամբ զբաղվել եւ համալսարանը ավարտելուց հետո ուսանել եմ Մոսկվայի ՍՍՀՄ այն ժամանակվա գիտությունների ակադեմիայի հաշվական կենտրոնի ասպիրանտուրան, որից հետո եկել եմ Գյումրիում 18 տարի աշխատել եմ մաթեմատիկայի ամբիոնում դոցենտ, հազարավոր ուսանողների եմ դասավանդել։ 17 տարի, 18 մենագրություն ու հոդված, դասախոսություններ։ Նա սովորեցնում էր լուծել ամենակարևոր խնդիրը։ Երբեք չհանձնվել։ Երդասարդ դարձել եմ ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոսում եմ 70-ական թվականների վերջ եւ 80-ական թվականների սկիզբ, երբ ես դասավանդում էի արհեստական ինտելեկտի մասին դասախոսություններ եւ երևի բացի ինձնից ու երևի ես էլ այդքան չէ, ուսանողների 90%-ը չէին հասկանում ինչի մասին էի խոսում։ Ու մի օր նա լուծեց մի խնդիր, որն ուրիշները թողել էին։ Ապագային։ Եվ ասեմ, որ զարմանալիորեն իմ դիսերտացիայի թեման կոմպյուտերային ցանցերի վերաբերյալ էր եւ այդ խնդիրներ, որ ես լուծեցի եւ դրա համար ստացա գիտական կոչում։ Մինչեւ այսօր իմ գրած գրքով Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդում են հաշվողական տեխնիկա առարգան։ Դոցենտ, ինստիտուտում դասախոս, ամեն ինչ նորմալ, մնում էր ինչ, մնում էր ընտանիք կազմել։ Եվ ես ամուսնացա 1982 թվականին մեր քաղաքի գեղեցկուհիներից մեկի Սեդա Սարգսյանի հետ։ Երբ որ մենք ամուսնացանք, Զաքսում ես հարցրեցի Սեդա ազգանունդ կարող ես նույնը թողնես, ասեց չէ, ես ազգանունս փոխում եմ, որովհետեւ իմ երեխաները հետագայում ունենանք, լինի նույն ազգանունով։ Դա իր խոսքերն էր։ Ամուսնացանք 82 թվականին, Սեդան Պոլիտեխնիկ ինստիտուտի այդ ժամանակ 5-րդ կուրսի ուսանողուհի էր, ունեցանք 2 տղաներ, Խաչիկը եւ Ֆրունզիկը, երկուսն էլ գերազանց սովորում էին տղաները, երջանիկ ընտանիք էինք, ծնողներս կային, եղբայրներս ամուսնացած ընտանիքներ ունեին, կնոջս ընտանիքը շատ լավ ընտանիք էր, շատ լավ մարդիկ էին եւ յուրախություն
կնոջս մինչև այսօր եւ իր պապան, եւ մաման, եւ եղբայրը, Սամվելը, բոլորը կան, ունեն լավ ընտանիքներ, լավ երեխաներ եւ ի ուրախություն մեզ բոլորս այսօր համախմբված ենք։ Այստեղ նաեւ իմ գեղեցիկ թորնիկներն են, Ռոբերտիկը, իմ կոպի-փեստն է, Ռոբերտ Օլաղջյանը, Նիկոն եւ Լեոն, խելացի շատ երեխաներ, շատ դաստիարակված, մեծանում են եւ երևի տղաներս շարունակեցին իմ գործը, երևի թորնիկներս կան մինչև մեծանան այս գործը շարունակեմ։ Նա կարող էր բավարարվել Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսի պաշտոնով, բայց որոշեց, որ գործունեության ավելի մեծ բնագավառ է պետք։ Երբ որ ես սկսեցի արդեն աշխատել Գյումրիում, սկսեցի հովանավորել Գյումրու ծանրամարտիկներին։ Այստեղ մի շատ հետաքրքիր բան կա, որը պատմական շատ թանկարժեք բան է սա, ուրեմն ես պատմեմ, ուղղակի կզարմանաք 1980 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, երբ որ ես Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից դելեգացիայի մեջ էի Մոսկվայի օլիմպիական խաղերին, Յուրի Վարդանյանը սենսացիա արեց ամբողջ աշխարհի համար 5 համաշխարհային ռեկորդներ խփելով եւ առաջի անգամ պատմության ընթացքում, որ մինչեւ այսօր ոչ մի մարդ չի գերազանցել, երկամարտում ինքը 400 կիլոգրամ բարձրացրեց։ Ես առաջի օրվա պեչատը 1980 թվականի հուլիսի 26-ի խփեցի այստեղ, տվեցի Յուրիկին եւ ասի խնդրում եմ մի հատ նախքան մրցումը ստորագրի։ Եվ ինքը գիտեք ինձ ստորագրեց այստեղ, ստորագրեց, իր ստորագրությունը ծանրամարտ եւ 400։ Այսինքն գրեց, որ ինքը փշակաում եմ որ խոսում եմ։ Գրեց, որ ինքը 400 կիլոգրամ բարձրացնելու է երկամարտում։ Նախքան մրցումը, երբ որ ինքը բարձրացրեց 177.5 ռիվոկը եւ 222.5 տալճոկի եւ կլոր 400 եղավ, ուղղակի դուք իմ վիճակը չեք պատկերացնում։ Այստեղ Թուրքիայում տպագրվող Մարմարա թերթն է, երբ որ մենք 1994 թվականի անկախ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի հավաքականը տարել ենք Ստամբուլ աշխարհի ծանրամարտի մրցումներին եւ առաջի անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ իմ սանիգը Սերգո Չախոյանը դարձավ աշխարհի չեմպիոն եւ առաջի անկախ Հայաստանի առաջի դրոշը բարձրացվեց Ստամբուլ։ Այս ուրեմն 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի Սերգո Չախոյանի հուշամեդալն է, որ ինքը ինձ է նվիրել։ Այստեղ բազմաթիվ հուշամեդալներ, արդեն ես չգիտեմ, Գյումրու երախտավոր Տիտղոսին եմ արժանացել, այստեղ Արցախի մեդալը կա, որ Արցախի նախագահն է հանձնել ինձ Հայաստանի Հանրապետության ֆիդայիններ ռազմահայնակցական միության ոսկե խաչ մեդալը, շատ չեմ խոսել այդ մասին, բայց 90-ական թվականների սկզբին մի քանի անգամ Արցախ նվիրատվություններ եմ տարել, բանակին, կոմանդոսի հետ ենք հանդիպել, Գյումրու քաղաքապետարանի մեդալն է, որ հանձնել են։ Մի խոսքով, եթե կար մի բնագավառ, որին պետք էր ղեկավար, նա արդեն նախագահ էր, ընտրված նախագահ, լեգիտիմ։ Գյումրիում ինձ ընտրեցին զարմանալի բաներ եմ ասում, բոլորդ կձաղեք, կանանց խոդի հոկեյի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին, եւ ես կարողացա այդ խոդի հոկեյին նպաստել այնքանով, որ Հայաստանի խոդի հոկեյի թիմը արդեն հավասար Հնդկաստանի, Ամերիկյան, Պակիստանի հավաքականների հետ մասնակցեց նաև մրցումների, որը բերել եմ ես ինքս այդ խոդի հոկեյի հավաքականը 1993 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1985 թվական խորհրդային իրականություն։ Քանի դեռ բոլորը մտածում էին ինչ անել, նա արդեն անում էր։ Կոոպերատիվ շարժում 85 թվականից սկսվեց եւ Հայաստանի առաջի կոոպերատիվը բացվեց Գյումրիում։ Եվ այդ կոոպերատիվ նախագահան ես էի։ Եվ բացվեց 85 թվականին առաջի
սրճարանը պատկերացրեք։ Բոլորը գիտեն այդ սրճարան ռեստորանի մասին։ Անուշ ռեստորան, Անուշ կաֆեն։ 85 թվական եմ ասում։ Հացաթխման տեղ էինք բացել, խոզապուծական ֆիրմա բացեցինք, որ մենք միայն մեր արտադրանքը ծախեինք։ Եվ այնտեղ զարմանալիորեն շատերն ասում են, այն մարդ դոցենտ մարդ, գիտնական մարդ, դասախոս, ո՞նց է կոոպերատիվ բացել դուք ոնց ռեստորան եք բացում։ Ես էլ մարդկանց բացատրում էի, որ եթե արդեն որոշում եք կայացվել ազատ ձեռներեցության, փոխանակ ես կաշառք վերցնեմ ուսանողներից եւ դրանով ընտանիքս սպայեմ։ Ավելի լավ է ես մարդկանց գիտելիք տամ, ես ինքս զբաղվեմ բիզնեսով, դա արտար մաքուր ճանապարհ է։ Ծնված օրվանից հերոսին դաստիարակել է։ Կյանքում երկու բան մենակ ականջներիդ օղ արա։ Աշխատասիրություն եւ ազնվություն։ Եվ երբ որ տեղի ունեցավ Գյումրիում երկրաշարժը, այդ ռեստորանը ամիսներով ես կերակուրեմ տվել մեծահասակներին, միայնակ մեծահասակներին, կազմակերպել եմ 50 ծնողազուր երեխաների կնունկը, քավորն եմ եղել եւ այդ ժամանակ նաեւ հրատարակեցինք գործ թերթը, այդ ժամանակ Քաղաքականություն։ Այդ ժամանակ էր որ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ ինձ ընտրեցին սկզբից շրջանային խորհրդի падգամավոր, քաղաքային խորհրդի падգամավոր, բայց ցավոք սրտի երկու անգամ 90 թվականին եւ 95 թվականին գրանցվել եմ եւ ուզեցել եմ դառնալ սկզբից Գերագույն սովետի դեպուտատ, ավելի շատ ժողովուրդն էր ասում, որ պետք է դու լինես դեպուտատ։ Նա հաղթեց ընտրություններում, բայց կյանքը որոշեց, որ դա շատ պարզ է ու դյուրին։ Եթե դու ՀՇ-ի չեր, եթե դու Հանրապետություն բլոկի չեր, նշանակում է կոպիտ ասած, դու մերը չես։ Նույնիսկ ընտրեցին ինձ շրջանային խորհրդի Մոսկովյան Գորսկոմի նախագահի առաջի տեղակալ, հետո ես դարձա Գորսկոմի նախագահի պաշտոնակատարը, բայց որբիսի մեր սիրելի ՀՇ-ն ինձնից ազատվեր, շրջանները փակեցին։ Եվ ես ամեն ինչը հավաքվեց այնքան, որ այլևս ճիշտ ասած հնարավոր չէր այդ ղեկավարության հետ մնալ, աշխատելը։ Եվ պատմությունը դարձավ ավելի հետաքրքիր։ Լոս Անջելես, մի քաղաք, որտեղ բոլորը գալիս են իրենց երազի ետևից, բայց ոչ բոլորն են բերում իրենց իրական պատմությունը։ Երբ որ ես եկա մշտական բնակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ քանի որ եղբայրս արդեն այստեղ ստեղծել էր առաջի ռուսական հեռուստաընկերությունը Օրբիտան, իսկ 91 թվականին ստեղծեց Ֆրունզիկը առաջի ռադիոն Լոս Անջելեսում։ Նա չեկավ սկսելու զրոյից, նա եկավ շարունակելու մի բան, որը պետք է մեծանար։ Այսինքն այնքան էր ծանրաբեռնում է Ֆրունզը, որ երբ որ 95 թվականին մենք եկանք Միացյալ Նահանգներ, ես ուրիշ ճանապարհ չունեի։ Պետք է միասին շարունակեինք գործը, աշխարհի շուրջ ամսագիրը վերցրեցի։ Ես առանձին սկսեցի որպես գլխավոր Աշխարհի շուրջ հայալեզու ամսագիր, 15 տարի, 180 լույս տեսած համար։ Ոմանք մի քանի հոդված են գրում ու հոգնում։ Նա 180 անգամ ապացուցեց, որ կարող է շարունակել։ Եվ բացի դրանից ռադիոն երկար տարիներ հրապարակնում էր, ռադիոն մարդկանց տներում էր, դա փրկությունն էր մարդկանց։ Հետո հեռուստատեսային եթերն էլ դարձավ հայերեն։ Ծնվեց ARTN-ը։ Երևի հաջողված հեռուստաընկերություն ստացվեց, ARTN-ը, այսօր ARTN-ը Armenian Radio Television Network է, 2010 թվականում Հայաստանում ճանաչվեց Սփյուռքի լավագույն հեռուստաընկերությունը, Վարամ Հաջյանն է գրել հոդվածը մեր այդ բանաստեղծը, ստացանք մրցանակը, որը մենք ստացանք 2010 թվականի հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում, շատ հետաքրքիր օր էր, 10-10-10 2010 թվականի հոկտեմբերի 10-ին էր, երբ որ տվեցին այդ մրցանակը, ինձ սկսեցին գեղարվեստական ֆիլմեր նկարել, բազմաթիվ սերիալներ նկարվել, այսօր որ մեկը ինձ հարցնի, թե քանի էպիզոդ սերիալից նկարել, ես թիվը չգիտեմ, որովհետև հազարներ է, 4000, 5000, 2019 թվականին Սարգսյան եղբայրների հետ ստեղծեցինք Նոր Հայաստան հեռուստաընկերությունը, որը Հայաստանի առաջնակարգ թափ 3 հեռուստաընկերություններից մեկն է։ Նաև մենք ստեղծեցինք միասին Ar Music Radio-ն,
Իսկ ի ուրախություն մեր հայ ազգի մենք ստեղծեցինք նաև Arflix-ը։ Սա մի հատ միջոց է, որ համախմբում է միլիոնավոր հայերի ամբողջ աշխարհում։ Եվ որբիսի մոտավորապես պատկերացում կազմեք Հայաստանում եւ այստեղ մոտավորապես ամսական 400-ից 450 ընտանիքներ Arflix, ARTN, Armusic, Radio, Նոր Հայաստան ընկերությունների միջոցով ընտանիք են պահում, աշխատավարձ են ստանում եւ դա էլ մեր ներդրումն է հայ ազգի համար։ Ամենասիրածս ֆիլմը եթե ես կերգին պարեմ եւ բնականաբար այստեղ պետք է նաեւ տեղ ունենար համերգային ծրագրեր։ Մենակ մի թիվ ասեմ եւ դրանով կամփոփվի ամեն ինչը։ 46 տարվա ընթացքում 333 խոշոր մշակութային միջոցառում։ Nokia, Kodak, Gibson, Shrine Auditorium, թատրոն, բալետ, երաժշտություն, Ազնավուր, Պուգաչովա, Կաբզոն, ռուսական մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգի բալետ, Ռամիշվիլի Սուխիշվիլի պարային անսամբլ, San Remo ֆեստիվալ, Պեսնյա Գոդա 96, Ստարի Պեսնի Անովը, KVN Նոր հայեր, Հայաստանի Հանրապետության բոլոր թատերական խմբերը, Սայատնովա անսամբլ, Մերան Գուլյան անսամբլ, Պատրիսիա Կաս, Իգոր Կրուտոյ, Վալերի Լեոնտьев, Ֆիլիպ Կիրկորով, Նիկոլայ Բասկով, Իրինա Ալեգրովա, Արթուր Մեսչյան, Ռուբեն Մաթևոսյան, Հոբելյանական երեկոներ Ֆրունզիկ Մկրչյանի, Խորեն Աբրահամյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Իգոր Կրուտոյի, Արթուր Մեսչյանի եւ այլ մեծերի մեծարումներով։ Այսինքն ես միշտ սիրել եմ աշխատելը եւ կյանքում ես մարդուն ասում եմ, երբ որ ասում են քո աշխատանքային կենսագրությունը քանի տարվա ես, ասում եմ 0, ասում եմ ոնց 0, ասում եմ եթե մարդը իր սիրած գործն է անում, եթե դու սիրում ես քո գործը, նշանակում է դու չես աշխատում, դու հաճույք ես առնում։ Դրա համար ասում եմ 0 իմ աշխատանքային ստաժը 0 է, որովհետեւ ես ինչ գործի աշխատել եմ, սիրել եմ որ աշխատել, չսիրելով ես գործ չեմ կարող անել։ Եվ քանի շնչում ես, քանի ապրում ես, դեռ պետք է աշխատես, օգտակար լինես քո հարազատներին, քո ընտանիքին, քո թորնիկներին, քո շրջապատին, քո աշխատանքային ընկերներին, քո ոչ աշխատանքային ընկերներին, քո ոչ ծանոթ հայրենագիցներին, որ ես ունեմ այսօրվա վիճակով Գյումրիում։ Հերոստամարաթոններ, հերոստատեսությունը սկսեց փոխել կյանքեր։ 132 ընտանիք տնակներից տեղափոխվեց հարմարավետ բնակարաններ։ Լոս Անջելեսում հաստատված ARTN հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն ծագումով Գյումրիից Ռոբերտ Օղլախչյանի համար Գյումրիում անօթևան մնացածներին բնակարանների հետ մեկտեղ բարեկեցիկ կենցաղային պայմաններով ապահովելը կյանքի առաջնային նպատակ է եւ առաքելություն։ Ու այսպես մեկիկ բարձր ծափահարությունների ներքո գյումրեցիներն 88-ի երկրաշարժից հետո անմարդկային տնակային պայմաններին հրաժեշտ են տալիս ու ընդունում բարերար գյումրեցու առատաձեռնության դրսևորումը, որին մասնակից է դարձել նաեւ Հայաստանի համահայկական հիմնադրամը։ Սա օրինակելի է, որ մենք կարողանանք շարունակականություն դարձնել։ Գիտեք, չէ՞ որ նախագծի հեղինակը ձեր հայրենակից, ձեր հողի ջրի մարդ Ռոբերտ Օղլախչյանն է գյումրեցի։ Հա, այո, Ռոբերտ Օղլախչյանն է։ Բայց ինքը ստեղ չի բռնում։ Ինքը ստեղ է։ Ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, բայց այսօր ստեղ է բացում։ Բայց քիչ է սիրել տայր հատը ֆիլմը։ Հիմա ներքևն է։ Ջերմ հանդիպում, սիրելի դերասաններ ու հաղորդավարներ, նոր բնակարան ու ժպիտներ, մնում է միայն բաժակները բարձրացնել, քաջառողջություն մաղթել միմյանց ու ընթանալ առաջ, նոր մարդկանց երջանկացնելու եւ տնակային պայմաններին Գյումրիում վերջ տալու հույսով։ Մենք այնքան ուրախ ենք, որ դուք ուրախ եք, որ դուք երջանիկ եք։ Որ էլի այսպես նման տներ պատրաստեք։ Ահա, որ տնագի մեջ էլ Գյումրիում մարդ չմնա։ Չմնա։ Սա բիզնես չէր, սա հոգու պարտքներ։ Չգիտեմ, ճիշտ ասած, ես չեմ ուզում որևէ անուն տալ, որովհետև եթե անուն տամ կարող եմ մենակ 20 րոպե ես անուններ թվարկեմ, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իմ կողքը կանգնած են եղել, նպաստել են իմ կայացմանը դպրոցական տարիքից, կան այդպիսի մարդիկ, մինչև այսօր բոլորիդ նորից խորին շնորհակալություն։ Ես ուզում եմ, որ բոլորը ուրախանան իմ ուրախություններով եւ ես ուրախանամ բոլոր իմ շրջապատի ուրախություններով։ Եկեք իրար սիրենք, իրար հարգենք
եւ կարողանանք իրար հետ վայելենք Աստծո կողմից տված այս կարճ կյանքը, այնքան կարճ կյանքը ժողովուրդ։ Ես չհասկացա այսօր ոնց դառա 70 տարեկան, բայց հələ ինձնից չեք բերձե ժողովուրդ։ Ուրեմն այսօր, հենց այսօր պատմությամբ հաստատված մի եղելություն։ Ասա, մենակ ասա, հա, մի րոպե, Ռոջան։ Ռոբերտ Օղլաղչյանի 70-ամյա հոբելյանը։